Հայտարարությունից Մինսկի խմբի համանախագահների պարզ դարձավ, որ կողմերը հաստատել են խաղաղ կարգավորման պատրաստակամությունը, նաև մեխանիզմների, հետաքննության մեխանիզմների տեղադրումը, բայց այսօր մենք տեսանք արդեն, որ սահմանը դարձյալ լարված է եւ ունենք զինծառայող լարվածությունը չի թուլանում, ինչով եք պայմանավորվում։ Նախ սահմանային լարվածության հետ կապված ուզում եմ նշեմ, որ ցավակցում եմ մեր զոհված զինծառայողին, նրա ընտանիքին, մեզ բոլորիս և կարծում եմ, որ մենք պետք է և դիվանագիտության ասպարեզում և մեր անվտանգության պահպանման ասպարեզում լինենք աչալուրջ։ Ինչ վերաբերում է երեկվա հանդիպումներին, որովհետև պարոն նախագահը մեկ հանդիպում չի ունեցել, և տիկին Մոգերինի, և պարոն Քերի, և այնուհետև ընդլայնված կազմով համանախագահների, համանախագահ երկրների արտգործնախարարների և Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ Ես ծանոթացել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությանը և պետք է նշեմ, որ այդ հայտարարությունը իր մեջ ներառում է այն թեզիսները, որի մասին ապրիլին խոսել է Հանրապետության նախագահը։ Եվ խոսեմ առարկայական։ Առաջին, Հանրապետության նախագահը ապրիլին նշեց, որ 94 թվականի զինադատարը, որը նաև վերահաստատվել է 95-ին, պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները։ Այսինքն նոր զինադատարի պայմանագրի կնքումը անթույլատրելի է, որովհետև կա 94 թվականից ստորագրված զինադատար։ Մինսկի խմբի համանախագահ երկրների Միացյալ Նահանգների պետքարտուղարը, Ֆրանսիայի արտգործնախարարը, Ռուսաստանի արտգործնախարարը իրենց միասնական հայտարարության մեջ հստակ արձանագրեցին առաջին, որ 94 թվականի զինադատարը գործում է, եւ միակ փաստաթուղթն է։ Այսինքն 94 թվականի զինադատարում, երեխեք ջան, հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը։ Երբ որ Լավրովը, Քերին եւ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում են եւ փաստաթղթային statement են տարածում, ասենք հայտարարություն են տարածում, որ 94 թվականի զինադատարը գործում է, սա գործում է իր ողջ հետևանքներով։ Լեռնային Ղարաբաղը կողմ է։ Անուղղակիորեն այդ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, առանց Լեռնային Ղարաբաղի որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը։ Եվ 94 թվականի զինադատարի ստորագրման տրամաբանությունը պետք է շարունակվի։ Այլ նոր տրամաբանություն, այլ նոր փիլիսոփայություն, այլ նոր սկզբունք չի կարող լինել։ Այսինքն առաջին Ադրբեջանը այստեղ չհաջողեց, որովհետև Ադրբեջանի նպատակն էր նախ եւ առաջ չեղյալ հայտարարել 94 թվականի զինադատարը։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկը ընդունվեց եւ երրորդ, վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է եւ կոնֆլիկտի կողմ է։ Երկրորդը, թույլ տվեք ես մինչև վերջ ավարտեմ, հետո կխոսեմ։ Երկրորդ, տարիներ շարունակ հայկական կողմերը, թե Հայաստանի Հանրապետությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշել են, որ մենք միայն կողմ ենք շփման գծում հետաքննության մեխանիզմների իրականացմանը վստահություն ամրապնդելու ուղղությամբ։ Միակ կողմը, որը դեմ է հանդես եկել հետաքննության մեխանիզմների իրականացմանը, եղել է Ադրբեջանը իր նախագահով հանդերձ։ Ինչ էին ասում նրանք։ Նրանք ասում էին հողերից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ։ Մենք տեսանք, որ այստեղ եւս Ադրբեջանը իր նպատակին չհասավ։ Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկը, որ հետաքննության մեխանիզմների իրականացումը պարտադիր է այս փուլում, ընդունվեց ոչ թե 1, այլ 3 համանախագահ երկրների կողմից։ Չորրորդ, բացառապես խաղաղ կարգավորում պետք է լինի։ Բացառապես։ Այսինքն Ադրբեջանի նպատակը զինադատարը խախտել, նոր զինադատար պարտադրել, նոր զիջումներ կորզել, նոր քաղաքական փաստաթուղթ ի հայտ բերել, Ղարաբաղին հանել բանակցությունների կողմից չիրականացավ։ Եվ մեկ բառով եթե ասենք, այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները, որ պաշտոնական Վաշինգտոնը,
պաշտոնական Փարիզը եւ պաշտոնական Մոսկվան ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները եւ ունեն նույն տեսլականը, ինչ որ պաշտոնական Երևանը։ Եվ ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ նախագահ Սարգսյանի առաջարկները ընդունվել են եւ ընդունվել են ոչ միայն բանավոր, այլ իրենց արտացոլումն են ստացել երեկվա հայտարարության մեջ։ Եվ սա շատ կարևոր է։ Այսինքն բանակցություններից վերսկսման համար հանրապետության նախագահը տրվել էր մի շարք առաջարկներ եւ թեզիսներ եւ երեք եւ Վաշինգտոնը եւ Մոսկվան եւ Փարիզը հստակ նշեցին, որ նրանք համամիտ են պաշտոնական Երևանի կարծիքի հետ։ Եվ երկրորդը վերահաստատելով 94 թվականի զինադատարի ռեժիմը, նրանք անուղղակիորեն ընդունում են, որ այլ սկզբունքներ չեն կարող գործել եւ բնականաբար պաշտոնական Բաքվի բոլոր պահանջները չիրականացան։ Գոնե արտակուստ այս հայտարարության տեքստի մեջ պաշտոնական Բաքվի որևէ պահանջ, որևէ առաջարկ չի իրականացել։ Եվ բնականաբար սա առաջինը հնարավոր եղավ մեր բանակի, մեր զինվորների քաջության շնորհիվ եւ զինվորների հաջողությունը, զինվորների ձեռքբերումը, մեր պաշտպանական ուժերի եւ մեր բանակի ձեռքբերումը երեք ամրագրվեց ու ամրապնդվեց այս հայտարարությամբ։ Հիմա հաջորդ քննարկումներին, հանդիպումներին Լեռնային Ղարաբաղը մասնակցելու է հաջորդ քննարկումների մասին մենք սա ընդամենը զինադատարի վերահաստատում էր եւ խաղի կանոնների վերահաստատում։ Մենք նախ պետք է տեսնենք Ադրբեջանը կհետևի այս հորդորներին, թե չէ։ Կհետևի իսկ ստանձնած պարտավորությանը, թե չէ։ Եվ դրանից հետո արդեն նոր խոսք է գնում հունիսին եւ առաջիկա ամիսների ընթացքում նոր հանդիպումների հնարավորության վերաբերյալ։ Դա արդեն հետագայում կերևա։ Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, սա նոր չէ։ Ապրիլյան պատերազմից հետո համանախագահները եւ ռուսաստանցի համանախագահ Պոպովը Երևանում դա պաշտոնապես հայտարարեց եւ երեք բացեք այդ բարբերությունը եւ տեսեք առաջի բարբերությունն է 94-95 թվականի զինադատարի պայմանների ամրագրումը եւ նվիրվածությունը հանձնառություն, ասենք հանձնառորեն ընդունելը այդ զինադատարի պայմանները խոսում են մի կարևոր փաստի մասին, որ պայմանագիրը եւ զինադատարի պայմանագիրը պետք է հարգել իր բոլոր սկզբունքներով։ Իսկ սկզբունքներից հիմնականը նա է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների կողմ է։ Եվ ամենակարևորը, որ ուզում եմ սա բոլորդ լսեք եւ տեղ հասցնեք մեր հանրությանը։ Ադրբեջանը ձախողվեց եւ ռազմական դաշտում Ադրբեջանը հաջողության չհասավ եւ ձախողվեց 3 Վիեննայում։ Այսինքն իր արժեվ դրված խնդիրները նա չլուծեց։ Իսկ հայկական կողմը այն 3 պահանջները, որի մասին խոսել է հայկական կողմը, այն առաջարկությունները, որը ապրիլի 2-ից սկսած Հայաստանի Հանրապետության նախագահը արել է, առաջինը ԵԱԿ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, այնուհետև Գերմանիայում Մերկելի հետ հանդիպման ժամանակ, այստեղ Մեդվեդևի եւ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Բլումբերգին տված հարցը պատասխանի ժամանակ, մեր ընդհանուր քննարկումների ժամանակ, այսօր մենք տեսնում ենք, որ հայկական կողմի եւ նախագահ Սարգսյանի առաջարկներն ու թեզիսները տեղ են գտել այս հայտարարության մեջ։ Պարոն Շահմազանով, բայց ինչ երաշխիքներ կան, նկատի ունեմ, որ ապրիլի 5-ին եւս, այսպես ասենք, ձեռքբերվեց պայմանավորվածություն, կրակի դադարեցման եւ այլն, եւ բայց դրանից հետո Ադրբեջանը շարունակեց գնդակոծել, ռմբակոծել եւ սահմանին նաեւ զոհեր տեղի ունեցան, զոհեր եղան։ Հիմա ինչ երաշխիքներ կա, որ այս հանդիպումից հետո այդ ամեն ինչը կպահպանվի եւ այս ամեն ինչն էլ վերականգնվի։ Հիմա եթե դուք ուրեմն մի վարքյան, ես նախ չասացի Սերժ Սարգսյանի հաղթանակը, դուք իմ խոսքերը մի վերաձևակերպեք։ Ես ասեցի, որ Սերժ Սարգսյանի թեզիսները տեղ են գտել այդ հայտարարության մեջ։ Ես հիմա կարող եմ հեռախոսից մեջ կա անգլերեն բնակի տեքստը տամ, կարդացեք անգլերեն լեզվով, որը հայկական թարգմանություն չգիտեմ արդեն կա սայթերում թե չէ, եւ այնտեղ նայեք այդ առաջարկները, որոնք նախագահ Սարգսյանը արել է, տեղ են գտել, թե տեղ չեն գտել։ Եթե տեղ գտած չլինեն, ես ձեզից ներողություն կխնդրեմ։ Բայց եթե տեղ են գտել, բերեք ընդունեք, որ երկրորդ անգամ դուք ինձ նման հարց չպետք է տաք, որովհետև ես խնդրում եմ, հաջողությունը հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ որ Արցախը լինի միջազգայինորեն ճանաչված։ Ես խոսքը գնում եմ 3 Վիեննայում հայկական կողմի ձեռքբերումի մասին։ Եթե մի փոքր բան
այնպես չի լինում 7 անգամ մարկա 7 միլիոն անգամ մեծացնում է, ներկայացնում եք հանրությանը։ Հիմա եթե եղել է ձեռքբերում, եթե Քերին, Ֆրանսիայի արտգործնախարարը, Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնապես իրենց ստեյթմենտի մեջ ընդունում են նախագահի առաջարկները, եւ Ադրբեջանի ու Ալիևի որևէ առաջարկ չի ընդունվում, չասենք դա։ Իսկ երաշխիքը մեկն է, երաշխիքը դա մեր բանակն է, եւ երաշխիքը միջազգային հանրությունը պետք է լինի։ Հիմա պետք է, եթե Ալիևը չի ընդունում իր տրված խոստումը, իր ստորագրությունը, բնականաբար այստեղ ինչպես նախկինում եմ ասել, միջազգային հանրությունը եւ առաջինը Մինսկի խումբը պետք է սանկցիաներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, որովհետեւ մենք տեսել ենք բազում օրինակներ, երբ այս կամ այն միջազգային սուբյեկտը չի ընդունում իր ստանձնած պարտավորությունները, դա ենթարկվում է սանկցիաների։ Հիմա առաջինը դա մեր բանակի հզորությունն է, մեր ազգի միասնությունն է, Հայաստան, Արցախ, Սփյուռքի միասնությունն է, ձեր բոլորի եւ մեր բոլորի միասնությունն է, եւ երկրորդը նաեւ միջազգային հանրության հետևողականությունը, որպեսզի կողմերը եւ Հայաստանը, եւ Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը հետևեն այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել։ Ես Ադրբեջանի փոխարեն չեմ կարող խոսել, որովհետև Ադրբեջանը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը վստահելի գործընկեր չէ։ Ադրբեջանն է այդ 94 թվականի զինադատարը ստորագրել եւ Ադրբեջանն էր փորձում եւ ՄԱԿ-ից եւ ԵՀԿ-ում այդ 94 թվականի զինադատարին ապրիլյան պատերազմից հետո հրաժարվել, բայց ունենք այն ինչ ունենք։ Դժբախտաբար դա է մեր հարևանը։ Դժբախտաբար ասում է Թշնամու հակառակորդի մեջ էլ պետք է մարդ բախտ ունենա։ Հիմա եթե մեր բախտը չի բերել, դրա համար էլ եմ ասում, երկու երաշխիք ունենք։ Երաշխիք համար 1, դա մեր պետությունն է, Արցախի պետությունը եւ մեր միասնությունը, մեր բանակը, մեր կամավորները, մեր երիտասարդները, մեր հասարակությունը եւ երկրորդը միջազգային հանրությունը, որը պետք է հարգի իր ինստանցիաց պարտավորությունները։ Պարոն Շարմազանով, մյուս ամիս նույնպես հանդիպումն է պլանավորվում, նոր փաստաթուղթ ասում են, այնտեղ գրած է, որ հնարավորություն կա հունիսին եւ կողմերը կքննարկեն այդ կոնկրետ հնարավորությունը։ Փաստաթուղթ հնարավոր է ձևավորվի, թե մադրիդյան սկզբունքները ակտուալ են, ի վերջո կա մադրիդյան սկզբունք այս։ Բերեք հիմա ամեն ինչ լինի հերթով։ Հələ թող մի հատ իրականում Վիեննայում պայմանավորվածությունը կյանքի կոչվի, երբ որ Վիեննայում պայմանավորվածությունը կյանքի կոչվի եւ հետաքննության ամեն ինչ հերթով պետք է այն։ Այդտեղ Լավրովն էլ ասել փուլ առ փուլ։ Հետաքննության մեխանիզմները կներդրվեն։ Հետաքննության ընթացքում միջազգային հանրությունը այլևս հավասարության նշան դնող հայտարարություն չի անի, որովհետև հետաքննությունը պետք է պարզի չէ, ով է խախտել։ Այդ մեխանիզմները կներդրվեն, դրանից հետո արդեն դահիճն ու զոհը նույն հավասարության նշան չի դրվի։ Եվ դրանից հետո արդեն ամեն ինչ կիրառ, ամեն ինչ պետք է գնանք հերթով։ Առաջինը հասել ենք նա, որ 94-ի զինադատարը ընդունվեց, ախպեր ջան։ Ալիևն ասում էր ոչ, նոր, հիշում եք նրանք մեյդան էին բերում Մոսկվայում ինչ-որ պայմանավորվածություն, մենք ասում ենք, որ Մոսկվայում ընդամենը բանավոր կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ զինադատարը 94 թվականին է եղել։ Հանրապետության նախագահը այստեղ ասեց։ Եվ մի վախեցեք, երբ որ դրական բան կա, մի վախեցեք, ասեք երեխեք ջան։ Եթե մի հատ վատ բան ալում բոլորդ ասում եք, փայլակ ջան, առաջինը քեզ եմ դնում։ Լավն էլ ասա, եղբայր, այս պետությունը մեր պետությունն է, բոլորին է սա, քոնն էլ է։ Այս հետաքննող մեխանիզմների շտադիտարկում Ինչ։ շտադիտարկումը շփման ողջ երկայնքով դուքանց է պատկերացնում եւ դա հնարավորություն չի տա, այսպես ասած լեգիտիմացնել։ Ոչ, դա պատկերացնում եմ այնպես, որ ԵՀԿ ներկայուս չի եւ գրասենյակի լիազորությունները եւս պետք է ընդլայնվեն, դրա մասին էլ հանրապետության նախագահը խոսել եւ այդ կետը եւս ներառված է մեր, ասենք մեր արգոսնախարարների հայտարարության մեջ։ Բնակ ամեն դուք անում չեմ միանգամից եք ուզում։ Այսօր թվում եք խնդիրը կարողանում են հետևել, չէ, բայց հիմա հետևում են ու գիտեն թե ով են անում։ Ձեր հարցը ո՞րն է։ Դուք պետք է ընդհանրապես ինձ մի հարց տաք։ Այս Վիեննայում մի հարց։ Մի վարքյան, այս Վիեննայում հանդիպումը մեզ համար վատ էր, թե լավ էր։ Արդյունքները դրական են, թե բացասական են, թե ոչ։ Իմ ասելով չի։ Դուք գրագետ մարդ եք, ես ասեմ չասեմ, եթե ես սուտ ասեմ, դուք կարող եք կարդալ եւ ասել, որ Շարմազանովը սուտ է ասում։ Պարոն Շարմազանov, այս ստատուս քվոն այսպես էլ պահպանվում, այսինքն այն տարածքով, ինչ որ ապրիլի քարորիա պատերազմից հետո, այսինքն ոչ թե մինչև երկուսը։ Ինչ։ Ստատուս քվոն այն տարածքներով, որ Երեխեք, եթե դուք ուշադրիչ եք, եթե ես ասեմ 94 թվականի զինադատարը
պահպանվում, այնտեղ ամրագրված է, ուրեմն 94 թվականի զինադատարը իր բոլոր սկզբունքներով, ես խոսեցի դրա մասին, այլ փաստաթուղթ չկա 94 թվականի զինադատարը, եթե մենք խոսում ենք 94 թվականի զինադատարի մասին, ուրեմն պետք է վերադառնանք այն իրավիճակին, որը եղել է 94 թվականի մայիսի 12-ի դրությամբ։ Այսինքն այս սկզբունքներին ինչ դա։ Սերժ Սարգսյանը նախապայման չի դրել, Սերժ Սարգսյանը գաղափարներ ու առաջարկներ ա ներկայացրել եւ պարոն նախագահի առաջարկները, եթե դուք կարդաք Արգոս նախարարի միգուցե առավոտը չեք հասել կարդաք, եթե հիմա գնաք եւ կարդաք ազգային ժողովի ընդմիջմանը, կտեսնեք, որ նախագահ Սարգսյանի առաջարկներն ու թեզիսները տեղ են գտել Արգոս նախարարների հայտարարության մեջ եւ 94 թվականի զինադատարի վերաբերյալ եւ հետաքննության մեխանիզմների իրականացման վերաբերյալ եւ ԵԱՀԿ գրասենյակի լիազորությունների ամրապնդման եւ ընդլայնման վերաբերյալ եւ հակառակը Ադրբեջանի առաջարկները, որ պետք է նոր զինադատար կնքել, պետք է դուրս գալ 94 թվականի զինադատարից, պետք է հետաքննության մեխանիզմներ դնել միայն երբ որ հայկական կողմը դուրս կգա տարածքներից, չի իրականացավ։ Այսինքն, այն ինչ որ խոսել է Ադրբեջանը, ես չեմ ուզում հիմա տենց անպագորգոր բառեր ասել, բայց կարծեմ Ստեփան Սաֆայանն էր ասել, որ ապտակ ստացավ Ալիևը, թե մի ապտակ ստացավ, թե հարված ստացավ, չեն կարող ասել, բայց այն որ Վիեննայում միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումները համընկան, գոնե արտակուստ եւ փաստաթղթի հայտարարության տեսքով սա ակնհայտ է եւ աստղը երկու կասիկ լինել չի կարող։ Այս փուլում այսքանը, դրանից հետո արդեն կտեսնենք։ Ըստ էության Լավրովը հայտարարեց, որ այս հանդիպումը նախաձեռնել է Միացյալ Նահանգները, մի փոքր նսեմանում է Ռուսաստանի այսպես նախաձեռնողականությունը խնդրի կար։ Ուրեմն ես չեմ ուզում, փառք Աստծո, մեր 3 համանախագահներն, համանախագահ եկեղեցիներն շատ ակտիվ աշխատում են եւ գոնե Ղարաբաղյան կարգավորման հիմնահարցում հրապարակայնորեն Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների կարծիքները այստեղ համընկնում են։ Եվ մենք տեսանք, որ մեկ անգամ չէ, որ Քերին խոսել է համանախագահ երկու մյուս երկրների անունից, Լավրով Երևանում խոսել է երկու մյուս երկրների անունից, շատ կարևոր է, որ այո, նրանք միասնաբար, եթե Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները բազում հարցերում, այդ ունեն Ուկրաինայի հարցում ունեն տարաձայնություններ, ապա մենք տեսնում ենք, որ Ղարաբաղյան հիմնահարցում Ռուսաստանը, Եվրամիության եկեղեցու Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները միասնական հայտարարություն են անում, որը համահունչ է հայկական կողմի եւ նախագահ Սարգսյանի թեզիսներին։ Շնորհակալություն։